Ավետանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. «Փնտրեցեք եւ խնդրեցեք երկինքի արքայություն եւ Աստծո արդարությունը եւ մնացածը ձեզ ավելիով կտրվի»։ Ինչ է դրանով ուզում ասել մեր Տերը։ Ուզում է ասել, որ մեր կյանքի վերջնական եւ հավիտենական նպատակը երկնքի արքայությունն է։ Կարծես դու ճանապարհով գնում ես, չէ՞։ Ուղենիշ է քեզ պետք, չէ՞։ Ուղղություն է պետք, որ դու կարողանաս չշեղվել ճանապարհից։ Մեր ուղենիշը եւ ուղղությունը այն ճանապարհի վերջում է։ Մեր դիմացը մի փարոս է վառվում։ Դա երկինքի արքայությունն է, այդ փարոսը։ Երբ որ դու նայում ես միշտ այն վերջի լույսին, այն հավիտենական լույսին, ճանապարհը քեզ համար հեռու չի թվում, բայց երբ որ դու աչքդ շեղում ես այդ փարոսից, լույսից շեղում ես ու ճանապարհի աջ ձախ կողմերն ես նայում, ճանապարհի երկարությունն ես նայում, հատկապես ճանապարհին կողքերում աճող գեղեցիկ ծառերին ես նայում, բույսերին ես նայում, թռչուններին ես ունկնդրում, դու վերջնական քո նպատակից շեղվում ես, ընկնում ես ծառերի տակ, ասում ես դե մի քիչ պառկեմ, մի քիչ ուտեմ, մի քիչ խմեմ, մի քիչ էլ թռչունների ձայները լսեմ, մեկ էլ տեսնում ես ինչքան հետ ընկար։ Միգուցե շեղվես էլ չհասնես քո նպատակից։ Ինչ եմ ուզում ասել։ Մարդը կյանքում տարբեր նպատակներ ունի, հա՞։ Ամեն տարիք իր նպատակն ունի, իր իմաստն ունի։ Երեխայի համար նպատակն ինչ է։ Երեխայի նպատակը անգիտակից նպատակ է, գիտեք, չգիտակցված, չհասկացված, բայց ամեն տարիք էլ իր նպատակն ունի։ Երեխայի նպատակն ինչն է, մեծանալն է։ Հա, ուզում է մեծանա։ Իրեն թվում է, որ ինքը մեծացավ, այն մեծ տարիքում բոլոր գանձերը այնտեղ են թաքնված։ Հա։ Բայց մենք պետք է երեխային հասկացնենք, որ քո մեծանալ դա նպատակ չէ։ Մեծանալ դա միջոց է հասնելու նպատակին։ Այսինքն մարդը ինչու է ապրում։ Ապրում է որպեսզի հասնի իր նպատակին։ Բայց այդ նպատակը ամեն վայրկյան ինքը պետք է զգա, պետք է ապրի այդ նպատակ, որտեղ կարող է մարդու ամբողջ կյանքն անցնի, բայց ինքը իր նպատակին չհավատա եւ չհասնի։ Նպատակը մեր կողքին պետք է գնա, այսինքն Քրիստոսի ներկայություն մենք ամեն վայրկյան պետք է զգանք։ Իմաստը կյանքի երկնքի արքայությունն է։ Եթե մենք աշխատում ենք հանուն երկնքի արքայություն պետք է աշխատենք, աշխատանքի նպատակն ինչ է, բարիք գործելն է։ Մենք ամեն աշխատանքի մեջ բարին պետք է տեսնենք։ Հա։ Եթե մենք աղոթում ենք, ապա մեր նպատակը երկնքի արքայությունն է։ Աղոթքի մեջ մենք Քրիստոսին պետք է ճանաչենք։ Ուրախություն պետք է ապրենք, երջանկություն պետք է ապրենք, այսինքն արդյունք պետք է ստանանք աղոթքից, որ նրա արդյունքը, որպեսզի աղոթքը իմաստալից լինի։ Եթե մենք ընտանիք ենք կազմում եւ զավակներ ենք ունենում, ուրեմն մեր նպատակը ընտանիքով հանդերձ երկնքի արքայության հասնելն է, ընտանիոք հանդերձ։ Մենակ եւ ընդհանրապես այս կյանքում միայն անապատականներն էին, այն էլ առանձին մարդիկ, որ կարող են ինքնուրույն հասնել երկնքի արքայության։ Եվ նրանք էլ իրենց հետ տանում են շատ շատերի։ Այսինքն մենք ինքնուրույն միայնակ, այսինքն չենք կարող երկնքի արքայության հասնել։ Մենք ինքնուրույն պետք է գնանք, բայց միասնաբար պետք է հասնենք։ Միասին պետք է գնանք երկնքի արքայություն։ Հավիտենական կյանքը բոլորի համար է, մեկի համար չէ։ Անգամ սուրբերն ու արդարները, որ այս աշխարհից գնացել են ու երկնքի արքայության մեջ են, չէ, չեն վայելու։ Ինչու չեն վայելու։ Որտեղ մենք հələ այստեղ ենք։ Պողոս առաքյալն ասում է, սպասում են, որպեսզի մենք էլ հաղթենք, որպեսզի գնանք միասին վայելենք։
Տեսեք ինչ գեղեցիկ է երկնքի արքայության խորհուրդը, իմաստը, նպատակը։ Այսինքն մենք ամեն նպատակի մեջ պետք է տեսնենք երկնքի արքայությունը։ Ամեն նպատակի մեջ հավիտենական կյանքի նպատակը պետք է լինի։ Եթե չեղավ, ուրեմն ամեն նպատակ իմաստազրկվում է։ Մենք ամեն ինչ մեջ պետք է տեսնենք Աստծո ներկայությունը։ Ուրախությամբ, երջանկությամբ պետք է անենք, կյանք պետք է դնենք, հոգի պետք է դնենք մեր մտքում, մեր սրտում, մեր կյանքում, մեր աշխատանքում, ընտանիքում, մեր շրջապատում, ինչպես Քրիստոս ավետարանում ասում է, դուք եք աշխարհի լույսը։ Տեսեք, լույսը ինչքան փոքրիկ բան է, չէ՞, բայց ինչ մեծ ազդեցություն է ունենում։ Մի փոքրիկ կետ մի ամբողջ տարածք լուսավորում է։ Այդպես էլ քրիստոնյաները լույս են, շատ քիչ են, բայց մեծ գործ են անում։ Մենք պետք է դառնանք աշխարհի լույսը, Քրիստոսից լույս պետք է առնենք եւ Քրիստոսի լույսով լուսավորենք մեզ եւ մեր շրջապատին։